Եվ այս ֆիլմի դեպքերի հաջորդականությունը հիշեցնում է Դանթե Ալիգերիի դժոխքը։ Դանթե Ալիգերիի աստվածային կատակերգությունը համարվում է իտալական եւ համաշխարհային գրականության գագաթնակետ։ Այն պատմում է մարդու հոգեվոր ճանապարհը դժոխքից դեպի մաքրագործում եւ վերջապես դեպի Աստծո լույսը։ Այս ստեղծագործությունը ոչ միայն ձևավորեց իտալական լեզուն, այլև դարձավ միջնադարյան աշխարհայացքի ու քրիստոնեական փիլիսոփայության խորհրդանիշ։ Այս պատմությունը հռչակվեց որպես իտալական գրականության գագաթնակետ եւ դարձավ արևմտյան մշակույթի հիմնասյուներից մեկը։ Դանթեի ստեղծագործությունը բաժանված է 3 մասի, որտեղ նկարագրված է դժոխք, հոգիների տանջանքները, որոնք պատժվում են իրենց մեղքերի համար, մաքրագործում, հոգիների ճանապարհը դեպի մաքրություն եւ ապաշխարություն, դրախտ, հոգու վերջնական միավորումը Աստծո լույսի հետ։ Կնքահայրը 3-ում մենք տեսնում ենք դժոխքի նկարագրությունը։ Մենք տեսնում ենք Մայքլի ներքին խարազանումը, Ֆրեդոյի սպանության համար եւ դա հատուկ ընդգծվում է ինֆակտի տեսարանում, երբ նա բացականչում է եղբոր անունը ու դա լինում է հստակ ազդակ, որ նա փոշմանել է իր արարքից ու տանջվում է։